Մեր կյանքն այսօր որոմնալից է դարձել։ Իր շաբաթօրյա ելույթում ասաց Բագրատ arczepiskopos Գալստանյանը։ Սրբազան պայքարի առաջնորդը մեջ բերելով Սուրբ գրքից Տիրոջ խոսքը շեշտեց, որ վաղուց հասել է որոմներն արմատախիլ անելու ժամանակը, քանի որ որոմը ուրիշ որևէ բանի ծառայելու պիտանելիություն չունի։ Բագրատ Սրբազանը խոսելով կյանքը ցորենի արտի պես մաքուր, պարզ դարձնելուց եւ որոմնալից կյանքը չարիքից մաքրելուց, կյանքը համեմատեց ցորենի արտի հետ։ Նշեց, որ այն կյանքի խորհրդանիշն է, կենթանություն տվողն է, կյանք տվողն է, մարդու համար ուղղակիորեն ֆիզիկական, նյութական, ինչպես նաեւ հոգեվոր եւ մտավոր կյանքի ճանապարհում կարևոր արժեք ունեցողն է։ Մենք այս օրերին ավելորդ է ասել, թե ինչպիսի վայրի վերումների ենք վերստին ականատեսնում։ Հայացներդ մի պահ դարձրեք եւ այլևս նույնիսկ չի էլ կարելի դրա մասին խոսել, այն խուլիգանությունը, որ տեղի ունենում ազգային ժողովի ամբիոնում, ուղղակիորեն կենտրոնում, այն հայոյալից իրականությունը, որ ուղղակի ցույց է դրվում, որոմների ճանապարհով ցույց է դրվում մեզ բոլորից։ Դա վկայում է, վերստին վկայում է այս չարիքի իշխանության այն վախերի մասին ուղղակիորեն։ Այս խուլիգանախումբը որպես որոմ լցված է մեր կյանք, շեշտեց Սրբազան պայքարի առաջնորդը, հավելելով, որ նրանք թշնամու կողմից բոլոր առումներով, թե հոգևոր, թե բարոյական, թե ֆիզիկական ու մտավոր, մեր կյանքի սպառնալիքն են դարձել։